Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է։ Բարեկամներ, ձեր սպասված, որովհետև ես տեսնում եմ ձեր արձագանքները, ես լսում եմ ձեր բոլոր խորհուրդները եւ տեսնում եմ, որ դուք ավելի շահագրգիռ եք, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալից։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Եվ երբ որ մենք ասում ենք մեր ազգային խոհանոցից ուտեստներ, դա չի նշանակում, որ այս կամ այն ուտեստը անպայման պիտի ունենա 5-ից 10,000 տարվա պատմություն։ Ազգային խոհանոցը դա մի օրգանիզմ է շարունակական զարգացման, այսպես հնարավորություն ունենալու, այսինքն միշտ զարգացման մեջ է։ Այնպես որ եթե նոր ուտեստ է պատրաստվում հայ խոհարարի կողմից եւ օգտագործում է մեր բնաշխարհին բնորոշ մթերքներ եւ հայկական տեխնոլոգիա, դա եւս համարվում է ազգային խոհանոցի տար։ Եվ այսօր իր այս նորույթը կամ իր այս մտահղացումը մեզ ներկայացնելու է իմ հյուրը Գարեգին Վարդանյանը, ով աշխատում է Թուֆենկյան հյուրանոցային համալիրի Խարբերտ ռեստորանում։ Ողջույն Գարեգին։ Ողջույն պարոն։ Ինչպե՞ս ես։ Հիասքանչ դուք։ Տրամադրությունը բարձր է։ Շատ բարձր է։ Արդյունքն արդեն ապահովված է։ Վերջ, ինչ ենք պատրաստել։ Ուրեմն մենք այսօր պատրաստել ենք մի ուտեստ, որը մենք կոչել ենք ընկերներով Գառնան շունչ։ Ինչու Գառնան, որովհետև այնտեղ գնալու է նաև թարմ սպանախ տապակված։ Սպանախը նոր ծիլ է առնում Գառնանը դրա համար։ Ուրեմն մեզ հարկավոր է թարմ սպանախ, խաշած բրինձ, թրջած բլղուր, հումուս մածուն, ներեցեք թահին, մածուն, քունջուտ, քունջուտի առաջի ճզմված ձեթը, քունջուտ, հոնիչիր, ձեթ եւ համեմունքներ։ Այստեղ ունենք նաեւ իշխանի ֆիլե մաքրած եւ փշահան արած եւ իշխանի մուս համենված, ուրեմն սև հաղարջով, արևածաղկի սերմերով եւ կանաչիներով համեմունքներ։ Կարող ենք բացատրել ինչ ասել է մուս։ Ուրեմն իշխանի ֆիլեն է համենված խաշել ենք, տապակել ենք, համմել ենք, հետո տապակել ենք, այնուհետև հարել ենք։ Հարիչով հարել ենք եւ ստացել ենք մի ընդհանուր մաս։ Ավելացրել ենք ձեթ, արևածաղկի սերմ, կանաչիներ, համեմունքներ ըստ նախընտրության եւ սև հաղարջ։ Սկսեցինք, մենք սկսեցինք աշխատել, ես շարունակում եմ քեզ ներկայացնել, հարգելի հեռուստադիտողներ, դու աշխատի, ես քեզ կներկայացնեմ։ Լավ, շատ։ Գարեգինը նաև այն թիմի, տրիո կոչվող թիմի երրորդ անդամն է, ով քեր մասնակցելով վերջերս Աբովյանում իրականացված ձկան փառատոնին գրավեցին առաջին տեղը լավագույն համ անվանակարգում։ Այ տրիոն հենց Գարեգինից Գարեգինը տրիոյի մասնակիցներ եւ բնականաբար պիտի նաև ցուցադրեմ թե ինչ ոսկե մեդալ շահեցին մեր այս ճկնաղ թիմը։ Պիտի ուղղակի այնտեղ լինեիք, տեսնեիք թե ինչ խանդավառությամբ էր այս մեր տրիոն աշխատում։ Ուրեմն մենք տաքացնում ենք նախապես թավան, ավելացնում ենք զեյթունի ձեթը, որպեսզի դաղվի։ Մինչ այդ կտրատենք հոնիչիրը, մանր։ Հոնիչիրը մանր կտրատում ենք։ Այո։ Իսկ ահա սա այն մուսն է, որի մասին խոսեցինք։ Մենք ավելացնում ենք թավայի մեջ մի փոքր բրինձ, նախապես խաշված, թողնում ենք մի քիչ տապակվի։ Այնուհետև մենք ավելացնենք այնտեղ բլղուրը, նախապես թրջված, որպեսզի փափկի, աղ սև բիբար մի փոքր եւ ուրեմն մածուցող ափսեի մեջ դնելուց առաջ ավելացնում ենք հոնիչիրը։ Շատ լավ, շատ լավ։ Մենք կարող ենք դնել սա մի կողմ։ Դնենք այստեղ։ Այստեղ դնենք։ Հաջորդ տապակը։ Այս հարկավոր է նորից թավա։ Թողնում ենք անպայման մի քիչ տաքանա թավան, այնուհետև ավելացնենք ձեթը։ Մինչ այդ մենք կարող ենք հանել մածուցող ափսեն։ Ահա։ Ուրեմն մեզ հարկավոր է մի այսպիսի օղակ։ Շրջանակ։ Դնում ենք ափսեի որ մասում որ կցանկանաք, ես կդնեմ մի փոքր անկյունում։ Ավելացնում ենք ձկան մուսը, ներքևի շերտը։ Ըստ ձեր ցանկությամբ, թե
ինչքան կուզենաք լինի հաստությունը։ Քանի որ մեր բրինձը արդեն պատրաստ է, բլղուրը հունի ջրով մենք դա էլ կավելացնենք։ Եվս մեկ շերտ, հա։ Այո։ Մեկ շերտ մուս, մեկ շերտ բլղուր։ Այո, սա կդնենք տակը։ Ուզենք եւս մեկ շերտ մուս կարող ենք, Կարող ենք ավելացնել, կարող ենք չավելացնել, ըստ նախընտրության ոնց կցանկանանք։ Այո։ Ուրեմն ավելացնենք թավայի մեջ ձեթը։ Կվերցնենք սպանախը թարմ։ Կբաժանենք մենք 3-4 մասի։ Կսպասենք, որ դաղվի ձեթը և կավելացնենք այն թավայի մեջ։ Թեթևակի, այսպես պիտի։ Թեթևակի պետք է դաղվի, որպեսզի գույնը չփոխի, չսևանա, անպայման։ Մենք սպանախին կարող ենք ավելացնել աղ։ Ինչու թարմ ժամանակ չավելացնենք, որովհետև աղը նպաստում է նրա ջրազրկմանը։ Իսկ երբ որ տապակված է լինում, արդեն Սև բիբար։ Կխառնենք այն։ Եվ անմիջապես կավելացնենք կունջուտը։ Այստեղ մենք կարող ենք խորհուրդ տալ մեր երիտասարդ խոհարարներին, որ օգտագործեն մթերքների, համեմունքների լայն սպեկտր, չէ՞։ Այո, մենք չէ որ խոհարարներս տարբեր համերից, տարբեր բույրերից հավաքում ենք մի կոմպոզիցիա բույրի եւ համի։ Հենց սա է խոհարարության իմաստը։ Բնականաբար։ Մեր փունջի մեջ ավելացնում ենք, այո, սպանախը։ Մեր փունջը պատրաստ է։ Սա մեր խավարը։ Այո։ Ձուկը ինչ պիտի անենք։ Գույների համադրություն այսպեսի։ Գույների լավ համադրություն։ Այո։ Ուրեմն իշխանի ֆիլեն։ Այն կտրելու ենք շատ բարակ շերտերով։ Առաջի շերտը մի քիչ հաստ։ Մենք կպատրաստենք նաև սոուս բոլորի համար թանձրուկ։ Այո։ Հա, ես տեսնում եմ, որ այստեղ մթերքներ կան, որ դեռ ձեռք չենք տվել։ Այո։ Վստահ եմ, որ չենք մոռացել, չէ՞։ Ոչ, իհարկե։ Կդասավորենք շերտով, մեզ սա էլ պետք չի։ Մեզ հարկավոր է ուրեմն աղ։ Կարմիր բիբար, կծու։ Այո, այո։ Սամիտ։ Այո։ Մանր կտրատած։ Բարակ շերտով կլցնենք ձկան վրա։ Թարմ լիմոնի հյութ։ Տանակը մաքրենք։ Ուրեմն ձկան վրա ավելացրինք աղ, կծու կարմիր պղպեղ, մանր կտրատված սամիտ եւ համեմում ենք նաեւ կիտրոնահյութով։ Եվ շատ չնչին քանակությամբ զեյթունի ձեթով։ Վերջ։ Այժմ մենք կպատրաստենք թանձրուկը։ Մեզ դրա համար հարկավոր է մածուն։ Այո։ Թահին։ Եվ նորից լիմոնի հյութ։ Գտալը, ապսենք։ Վերցնում ենք մի փոքր թահին։ Մոտավորապես 50-ից 60 գրամ։
ավելացնում ենք մածունը։ Մոտավորապես 3 գթալ թայինին, 1 գթալ մածուն, որպեսզի շատ ջրիկ չլինի, եւ կիտրոն։ Ըստ ցանկությամբ կարող են ավելացնել պարոն Մամուլյան աղի, եթե աղակեր են կամ թթու, եթե շատ են սիրում, կարող են կիտրոնի հյութը ավելի շատ արել։ Այո։ Ավելացնենք ափսեի մյուս անկյունում։ Եվ որպեսզի ավելի գեղեցիկ տեսք տանք, կարող ենք ավելացնել կանաչի։ Այս պայն սամիտ։ Նաև լիմոն։ Եվ վերջ, պարոն Մամուլյան, մեր ուտեստը պատրաստ է։ Եվ ինչպես էինք անվանել։ Մենք ընկերներով անվանել ենք սա գարնանային շունչ, գարնան շունչ։ Շատ լավ։ Գեղեցիկ փունջ նաև։ Գարեգին ջան, դու ներկայացրու ուտեստը եւ քո առաջարկները երիտասարդ խոհարարների եւ ընդհանրապես մեր հասարակության ինչ կուզես։ Ուրեմն մենք այսօր պատրաստեցինք մեր կողմից կոչված գարնան փունջ ուտեստը։ Ես կցանկանամ ձեզ անպայման փորձել, համտեսել, ինչու՞ չէ նաև մտցնել ուտեստի մեջ ձեր նորությունները, մտահղացումները, այո, շնորհակալություն պարոն Մամուլյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հավատացեք, որ իրոք այսօր շատ լավ օր էր եւ շատ լավ մի հաղորդում արեցինք եւ դրա համար ուզում եմ ձեր անունից շնորհակալություն հայտնել Գարեգինին եւ ցանկանամ, որ ինքը ինչպես ձեզ է խորհուրդ տալիս, որ միշտ եղեք այսպես ձեր մտահղացումները եւ ձեր ճաշակը ներդրեք այն ամենի մեջ, ինչով որ դուք զբաղվում եք եւ իրեն էլ ցանկանանք, որ հենց այդպես էլ շարունակի ինքը։ Շնորհակալություն Գարեգին, ապրես դու տղա։ Բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար նախատեսված։ Միշտ հպարտ լինենք հայ լինելու համար, սիրենք մեր երկիրը եւ ունենանք համբերություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Սերսյուն բարեկամներ։ Գարնան շունչ, իշխան ձկան հում միս, բրինձ 70 գրամ, բլղուր 150 գրամ, հոնի չիր 20 գրամ, թարմ սպանախ 100 գրամ, քունջուտ 20 գրամ, աղ սև բիբար, զեյթունի ձետ 70 գրամ, սոուս թահին 50 միլիգրամ, մածուն 30 գրամ, կիտրոնի հյութ 3 միլիգրամ, բարյախորժակ։